2014-2017 թվականների Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախնական աշխատանքների քննարկումը տեղի ունեցավ մարտի 28-ին, որին մասնակցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարփինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, վարչությունների և բաժինների պետեր, աշխատակիցներ, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախնական աշխատանքների կազմակերպման կարգը և ժամանակացույցը։ Մենք ժամկետներ ենք մշակել, որ ոլորտային աշխատանքային խմբերը պետք է սկսեն իրենց աշխատանքները ապրիլ ամսից, ապրիլ մինչև հունիսի վերջ։ 3 ամսում գոնե առնվազն 2 հանձնաժողովի նիստ պետք է հրավիրվի, նիստի արդյունքները, արձանագրությունները ներկայացվի մեր բաժին։ Մարզպետը նշեց, որ քննարկումներին պետք է մասնակից դառնան շահագրգիռ անձինք, ովքեր հանդես կգան առաջարկներով։ Լրատվամիջոցների դերն այս դեպքում ևս կարևոր է, քանի որ լրատվամիջոցներով հանրությանը կտեղեկացվի կատարվող աշխատանքների մասին։ Գնահատելի և անհրաժեշտ է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում կմշակվեն ոլորտային աշխատանքային խմբերի ռազմավարությունը։ Հունիս-հուլիս ամիսներին կազմված ծրագրերը կներկայացվեն մարզային զարգացման հանձնաժողովներին։ Մարզային հանձնաժողովը կքննարկի նախնական ծրագիրը, որից հետո էլ կներկայացվի մարզխորհրդի հավանությանը։ Այս տարվա դեկտեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է ծրագրի ներկայացումը տարածքային կառավարման նախարարություն։ Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարներին և ներկայացուցիչներին հանձնարարել է ներկայացնելու ոլորտային աշխատանքային խմբերի նիստերի ժամանակացույցը, որը պետք է լինի ամսական ոչ պակաս 2 անգամ։ Անի Աղաջանյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։